Չուչուի երջանկությունը բացվում է Կուրթան գյուղի խաղաղության մեջ։ Հյուրատունը, որը հիմնադրել է Համլետը, սովորական չէ, կախարդական է։ Այստեղ ժամանակը դանդաղում է եւ սկսվում է իսկական հեքիաթը։ Չուչուն գտնվում է Հայաստանի ամենասիրուն տարածքներից մեկում, Ձորագետի ու Գարգարի կիրճերի այսպես միջակայքում կարելի ասել, առհասարակ մեր Կուրթան գյուղը, որ բնությունը Աստված տվել չի խնայել։ Արդեն 1 տարեկան է Չուչու Լենդ բայ երջանիկ հյուրատունը։ Համլետի պապենական գյուղում գործող Չուչուի անվանումը պատահական չէ, այն խորհրդանշում է մանկական հիշողությունները, որտեղ երջանկությունն ու ջերմությունն է։ Իմ ու քրոջս միջև տարիքային տարբերությունը մոտ 7 տարի է։ Ինքը երբ որ փոքր էր, մամայից, պապայից հետո առաջիններից մեկը ասում էր Չուչու։ Ու դա ասում էր այն ժամանակ, երբ որ ուզում էին իրեն տակ հագուստ տան կամ իրեն գրկեին, ջերմություն տային։ Ընտանիքով որոշեցինք, որ մեր կենտրոնի անունը կլինի հենց դա՝ Լենդը հովակտորը։ Չուչու ստեղծելու գաղափարը Համլետի մտքում պտտվում էր տարիներ, երբ աշխատում էր զբոսաշրջային ոլորտում։ Ցանկանում էր Հայաստանի գեղեցկությունը ու պատմությունը ըստ արժանվույն ներկայացնել հյուրերին։ Մեր գյուղը ու առհասարակ մեր հայրենիքը շատ մեծ պոտենցիալ ունի, որը կարիքն ունի ճիշտ փաթեթավորման ու ներկայացման պարզապես, որ պարտադիր չի հասնել գուցե Շվեյցարիա, որպեսզի նման գեղեցկություններ տեսնել։ Բնությունը մեզ տվել է այս ամեն ինչը։ Մնում է այդ իմ ասած փաթեթավորման կտորը։ Հյուրատունը մեծ չէ, հարմար է մեկ ընտանիքի կամ ընկերների խմբի համար։ Կարող է գիշերակացով հյուրընկալել 8 մարդու։ Ամեն դետալում խորհուրդ է դրել։ Հյուրատան դռների վրա հայկական զարդանախշերն են, թշնագրերն ու ծեռագրերը։ Մեզ համար մեր գաղափարներում առհասարակ ազգային արժեքները, ճանաչումը ու տեսակի պահպանությունը դա հիմքային ֆունդամենտալ երևույթներ են։ Համլետը ամեն օր Չուչուն դարձնում է ավելի լավը, որի կախարդանքը սկսվում է, երբ հյուր են գալիս գյուղի երեխաները։ Չուչուն դառնում է կրթական կենտրոն։ Դպրոցից հետո այստեղ են գալիս գիտելիքի, նորը սովորելու եւ շամանցի համար։ Կազմակերպվում են տարբեր դասընթացներ հայրենաճանաչման, ազգային երգ ու պարի, արվեստի։ Ուզեցի, որ նաև այստեղ սոցիալական խնդիր մենք լուծենք ու գյուղի երեխաների, երիտասարդների համար փորձում ենք հաճախակի դասընթացներ կազմակերպենք ամենատարբեր մասնագետներին քաղաքից բերում ենք գյուղ, որպեսզի իրենց աշխարհընկալումը գիտելիքները ավելի մեծ լինեն։ Համլետը հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր կողմերից, հյուրատան տարածքը հարմար է հնևանք ու դենդրոպարկ գնալու համար, ինչպես նաև հայկական հյուրընկալությունը վայելելու եւ ավանդական ճաշատեսակները փորձելու համար։ Փորձում ենք այնպես անել բիզնեսի տեսանկյունից, որ մարդկանց մի փոքր ավելին տանք, քան խոստացել էինք կամ քան պայմանավորվել էինք։ Գուցե սա հյուրընկալության այդ հոռեկա ոլորտում առհասարակ ճիշտ է, կարծում եմ, որ մարդիկ միշտ մի փոքր ավել են ժպտում, երբ որ դու իրենց պայմանավորվում ես 10 այսքան, բայց իրականում տալիս ես այսքան։ Չուչու մարդիկ գալիս են հյուր եւ վերադառնում որպես բարեկամ։ Հենց այս գաղափարի շուրջ էլ համախմբված է Մաթեոսյանների ամբողջ ընտանիքը։ Հյուրատան աշխատանքներում ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունը։ Ամենակարևոր գործերը ինքն է անում, դե իհարկե, այն Պապան, չէ՞։ Կազմակերպչական, հյուրերի գալ գնալ, ինչը ոնց անել, բոլորը Համլետի հետ է կապված։ Համլետը եթե ինչ-որ մի բան սխալ է, պարտադիր ինքը ուղղող է։ Հետաքրքիր տարբեր մարդկանց ենք հանդիպում, օրինակ բիզնեսմեն մարդիկ էին եկել Հոլանդիայից, Հունաստանից։ Միխել Քլավա երկուսն ավելի լավ, երկուքան լավ։ Դու ես հաճույքս գամ։ Չուչուի կայացման ճանապարհի գործընկերները Ագբա Ֆեդերացիան եւ Impact Hub-ն են։ Հյուրատունը Ագբա Ֆեդերացիայի եւ Impact Hub-ի Fellowship ծրագրի շահառուներից է։ Տարբեր դասընթացների, հանդիպումների արդյունքում Չուչուն հայտնվեց բիզնես մտածողության նոր մակարդակում։ Չուչուի հետ կապված ոչ մի բանը մենակ չեմ արել ու չէի կարողանալու անեմ ու ինքը ամբողջությամբ մարդկանց մասին է ու շատ ընկերների լավ մարդկանց մասին, լավ հայերի նաև մասին, ովքեր իրոք ուզել են, որ ինչ-որ մի բան ավելի լավը դառնա։ Ագբա Ֆեդերացիայի հետ մենք հրաշալի համագործակցություն ենք ունեցել, որի գերնպատակը եղել է գիտելիքի ու փորձառության տրամադրումը, ոնց որ Ագբան ասեց, մենք պատրաստ ենք ձեզ այդ հարցով օգնել։ Մենք էլ նոր սկսվող բիզնես, գուցե ինչ-որ իմաստով ստարտափ ավելի վիճակ, ու մեզ պետք են ֆինանսական գիտելիքներ, մարքեթինգային։ Ես ամենայն դեպս սա համարում եմ ավելի շուտ համագործակցություն, ոչ թե օգնություն, որովհետև ճիշտ եմ համարում, որ գործընկերները իրար ձեռքի բռնած առաջ գնան, ոչ թե ինչ-որ մեկը մյուսին միայն առաջ տանի։ Երեկոյան Չուչուն պատրաստվում է կինոդիտման։
Գալիս են գյուղի երիտասարդները թեյի շուրջ ֆիլմեր դիտելու, վերջում էլ քննարկելու համար։ Չուչուի ամենամեծ արժեքը գիտելիք ու նոր հմտություններ փոխանցելն է, որ գյուղի երիտասարդները զարգանան ու իրենց երջանիկ ապագան կառուցեն հայրենիքում։